Ջանչու սիրտս անվերջ տխրում Երբ մնում եմ մենակ ու տրտում Սրտիս միջին նշան եմ արել Ժամը 3:30 գիշերը առաջի արգը պայթեց Թալիշ գյուղի մեջ Մազեցինք տարածքի լույսերն անջատեցի, հետո բարձրացա, որ շենքի լույսերն անջատեի, առաջի հարգի լույսերն անջատեցի, բարձրացա, որ երկրորդ հարգի լույսերն անջատեի, արգերը արդեն սկսեցին կրակել շենքի վրա գումարտակի։ Ժամանակ մեր նեղ գտնվող սպաները կազմակերպեցին անձնակազմի վերկացը, տեղափոխին անձնակազմին անվտանգ տեղ։ Ապրիլյան քառորյա պատերազմի հերոսներից է Մուրադը, հրաշքով է ողջ մնացել, Թալիշի սահմաններն է հսկել իր վաշտով, երբ հանկարծակի հարձակում է եղել։ Նկատելով հակառակորդի առաջխաղացումը բոլոր ստորաբաժանումները զինվել ու մղվել են մարտի, թեժ պայքարում Ղարաբաղյան կողմը կարողացել է վերադարձնել կորցրածը։ Մի օր պահելուց հետո հաջորդ օրը զինամթերքը գործած ա եղել, զինամթերք ես սնունդ ենք բերել, զինամթերքի ցինկերը բացելու ժամանակ առաջի ցինկը Ես բացեցի, արգը մոտավորապես ինձանից 4-5 մետր հեռավորության վրա պայթեց, ստացել եմ բեկորային վիրավորում։ Մուրադը վիրավորվելուց հետո մի կերպ թաքնվել է գետնատնակում, տեսել է, որ այրունան հոսում է, փորձել է դադարեցնել այրան հոսքը։ Այսինքն հանել եմ շնորհոքը բերից։ Կապել եմ ոտքս, որ աղոնը կտրվի, հետո մեջքինս եմ զգացել, որ մեջքս էլ է վնասված, հետո թևինս եմ տեսել, ճանապարհին նոր մնացած բաներն են ցույց տվել։ Անիրական թվացող, բայց միևնույն ժամանակ հերոսական այս պատմությունն արդեն անցյալում է։ Մուրադը հիվանդանոցից հիվանդանոց տեղափոխվելով որոշակի վերականգնվել է, բայց բեկորները դեռ ոտքի մեջ են, նրան բարդ վիրահատություն է սպասվում, բայց հերոս մարտիկը մտածում է ոչ թե ապաքինման, այլ շուտ ապույտ դիրքեր վերադառնալու մասին։ Ցանկություն կա, բայց չեմ կարծում որ կարողանամ։ Եթե հասցնեմ լրիվ բուժվել, գնամ։ Քառորյա պատերազմում Մուրադը ընկերներ է կորցրել։ Մեր համաքաղաքացի Հրաչ Գալստյանի եւ Արմենա Կուրպանյանի հետ նույն կուրսում են սովորել։ Մտերիմ հարաբերությունների մեջ է եղել նաեւ Արգիշտի Գաբոյանի հետ, ով տևական ժամանակ անհետ կորած էր համարվում։ Նկարահանման պահին Մուրադին այցելեց Արգիշտի Գաբոյանի հայրը, Արծվիկ Գաբոյանը։ Ուրեմն անցած տարի նոր տարվան ես բախտ ունեցա Թալիշ ելնելու։ Այնտեղ Մուրադիս հետ ծանոթացա, Մուրադի պես տեղեկի հետ Այնտեղ շատ եմ ծանոթացել, իհարկե Արգիշտիս հետ կուկային կեսնային, այս 4 օրվա պատերազմը և փորձություններ և մեզ ստիպեց որ ավելի զգոնենք ու ավելի լավ ճանաչենք մեր սերունդներին, որովհետև հրաշք սերունդ ունենք, սահմանում կայնած են հզոր սերունդ, ու իրավունք ունենք պարզենալը։ Այդ երեխեքի նոր ես տեսել եմ, այդ զինվորների նոր սպահական կազմում տեսել եմ, կարելի է ասել փառավոր սերունդ ունենք, հրաշք սերունդ ունենք, սա հզոր տղեկ են, սա առյուծիձակ են։ Արծվիկ Գաբոյանը որդու ընկերներից որդու կարոտն է փորձում առնել, նա էլ զինվորական է, սգում է, հիշում, բայց միևնույն ժամանակ համակերպվում ու հպարտանում, 90-ականների թեժ մարտերին էլ է մասնակցել, կռվել արիաբար, որդու համար հայրն իսկական օրինակ է եղել, ավագ սերունդն ու կրտսեր սերունդը կռվեցին նույն ոգով, ինչպես 90-ականներին, կռվեցին իրար կողք կանգնած, նույն հողի վրա, նույն գաղափարի շուրջ։ Այնպես չէ, որ ես իրան բացատրել եմ, համոզել եմ կամ այն։ Ինքը նախ մանկուց տեսել է զինվորական հագուստը, տեսել է զենքը, տեսել է մեր ծառայությունը, դե երևի դիք նպաստեցել, որ ինքը դառնա զինվորական։ Բայց այն որ ինքը իր կամքով է ուզեցել, ինքն է ցանկացել, դիք իրականություն է։ Այնպես որ բնական էր
Դե մենք շորտե վիճակիններ պետք է ծառայումներ եղնեն, երկիրը պայող եղնի։ Դե կերնի իմ տղես մյուսինը, թե մյուսինը։ Մեկը մենք պետք է գիտնականի հետ ունենանք շինարար է, ունենանք զինվորական է, այսօրվա պահանջները կպարտադրել, որ զինվորական քիչ շատ ունենա։ Արգիշտի Գաբոյանը ընկերոջ Գյումրեցի Հրաչ Գալստյանի աճյունի ետևից է գնացել, երբ տեղի է ունեցել դեպքը։ Թեժ մարտի է բռնվել ու հերոսաբար զոհվել։ Մուրադի մայրը մատաղ է արել, հանուն բոլոր զինվորների հոգիների հանգստության ու վիրավորների շուտ ապույտ ապաքինման։ Մատաղը պատրաստել եմ տղայիս համար, որ հրաշքով փրկվել է Թավիշից, թող լինի առաստված բոլոր զինվորներ լինեն ամփոփցանք, ոչ մի մոր աչքերին թող արցուն չլինի, որտեղ կորուս մայրից չունենանք։ Մատաղը բաժանվեց, բոլորի ցանկությունը մեկն է՝ խաղաղություն լինի։ Ընդունելի մատաղելի, խաղաղություն եղնի երեքին։ Ընդունելի է մատաղը, որովհետև արված է սուրբ նպատակով։ Սահմանին կանգնած յուրաքանչյուր հայն այսօր հերոս է, քանի որ նա է կերտում մեր վաղվա օրը։ Հեղինե Մանուկյան, Խան Հովանեսյան, այսօր։